Լուտքի Լուտքին այն հնամենի պարատեսակներից է, որոնք վերագրվում են հենց մեհենական պարերին։ Մեհենական, այսինքն մեհյաններում պարվող տաճարային պարերին, որոնք ի սկզբանե պարվում էր միայն քրմական դասի կողմից։ Ձախ ոտքը հարվածում է դիմացը, վերցվում, գլուխը փոքրինչ խոնարհելով հարվածում իր ելման դրությունում, նորից հարված դիմացը եւ տեղը դնելուց ծանրուց տեղաբաշխում է ձախ ոտքի վրա, աչը բարձրացում եւ հարվածում է դեպի դուրս, ապա դեպի ներս եւ այստեղ ձախ ոտքով պտտում ենք կրունկը ներս, ապա աչ ոտքով եւ աչը շեշտադրված դնելով սկսում ենք պարը նորից։ Եվ այսպես Ram tam tarararadin tam taradam taradin tam tam pam pam paradin tam taradam ring taradin tam 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 tay taradin tam taradam ring taradin tam 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 ring taradin tam taram ram taradin tam Մասբուրականում կանայք հագնում են հատուկ կտորատեսակից, մանուսակտորից կարված վերնազգեզ, տոներին դրանց թիվը կարող էր ըստ սոցիալական կարգավիճակի հասնել մինչև 5-ի եւ 6-ի եւ յուրաքանչյուր հաջորդը նախորդից 5-ից 6 սանտիմետրով կարճ էր եւ պատկերացրեք ինչքան գունագեղ ու շատ տոնական տեսք էր ստանում հագուստը կրող։ Պարերը ի սկզբանե պարում էին միայն տղամարդիկ քրմերը եւ միայն կենցաղավարման փուլ մտնելու ժամանակահատվածում, երբ որ այս նմանատիպ պարերը իրենց ծիսականությունը սկսեցին կորցնել, իրենց տոտեմական նշանակությունը կորցնել, այդ ժամանակ է որ առաջին անգամ կանայք աղջիկները սկսեցին ներգրավվել այս պարատեսակների մեջ, նույն թվում նաև լուտքի մեջ։ Հագուստը ինքը ենթադրում է որոշակի պահվածք, կեցվածք, պարաձև, պարաքայլ եւ այլն, այսինքն այս երկու մշակութային երևույթները շատ փոխկապակցված են։ Հատվածներ կան, որ միայն տղամարդիկ են պարում եւ թռիչքային շարժումները միայն բնորոշ են տղամարդկանց, զուտ այն պատճառով, որ այդ ակտիվ շարժումները շրջազգեստով կանանց շատ դժվար էր կատարել եւ ինչպես նշեցինք, ի սկզբանե այս պարերը քրմերինն էր եւ տղամարդկանց։ Արագ մասը կազմված է միայն թռիչքներից, սկզբից թռիչք դեպի առաջ զույգ ոտքերով, թռիչք դեպի հետ, որից հետո թռնում ենք դեպի առաջ ձախ ոտքի վրա, աչը սահեցնելով դեպի առաջ, հետո թռնում ենք աչ ոտքի վրա, տեղում ձախը սահեցնելով դեպի առաջ եւ մարմինը ճոճելով թռնում ձախի, աչի, ձախի եւ որից հետո հետ ենք թռնում ելման դրություն, արդեն ձախ ոտքը հավաքելով դեպի հետ, թռնում ենք աչ ոտքի վրա։ Եվ այսպես ընդհանուր պատկերը ստացվում է այսպիսին. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 3, 4, 5, 6, 8, 9, 10